Դուրս է գարունը, մարդիկ սիրահարվում են, դուրս են գալիս բոսնելու այգիներում, ու հեն խեշ տղուկ կամ աղջիկա շունչը կտրվում է, ինքը սկսում է փռշտալ, ինքը սկսում է աչքերը այտուցվել, գնում է տուն, տնից չի ուզում դուրս գա եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչո՞վ է պայմանավորված սեզոնային ալերգիաները, ու ոնց իրանց պետքա նախապատրաստվել, որ գարունը լինի սիրառատ։ Ինչ լավ ասեցի։ Շատ սիրուն ասեցիք։ Սեզոնային ալերգիկ ռինիտը, որը դուք տենց սիրուն նկարագրեցիք, իրականում շատ տարածված հիվանդություն է եւ օրինակ Ամերիկայի ինձ ամեն անգամ մեղադրում են, ասում ինչի՞ ամերիկական տվյալները տալիս։ Դե ասում իրանք շատ լավ ստատիստիկա ունեն ու քանի որ ազգաբնակչությունն էլ շատ է, բավականին նենց լավ օրինակ է։ Մոտավորապես 30%-ը մեծահասակների տառապում է ալերգիկ ռինիտով սեզոնային եւ պատճառը դա ծաղկափոշին է, որը որ ծառերի, խոտերի, որոշ հացազգիների եւ մոլախոտերի։ Այսինքն մեկ-մեկ որ ասում են, դե չէ, բժիշկ ջան, իմ ալերգիան արևից է, ասում իսկ ձմռան արևից դուք ալերգիա չեք ունենում, ասում են դե չէ, իրականում գարնանը տաքը երբ որ սկսվում է։ Ալերգիկ ռինիտի պատճառը, ինչպես ասացի, ծաղկափոշին է եւ ուրախալի փաստ է, որ մենք Հայաստանում ունենք բոլոր հնարավոր միջոցները ախտորոշելու եւ բուժելու ալերգիկ ռինիտը։ Այսինքն ոչ մի սեզոնից առաջ այն չակերտավոր մաքրող սիստեմաներ կամ երկարատև ազդեցության կորտիկոստերոիդներ են անում, որը աբսուրդ է իրականում ու ցավում եմ, որ նույնիսկ շատ բժիշկներ են դա խորհուրդ տալիս, դե մի հատ սրսկվեմ, որ սեզոնը լավ անցկացնեմ։ Նատրի տիոսուլֆատով բանով։ Չէ, էս երկարատև ստերոիդներն են, անունները չասեմ, որ անիմաստ գովազ չլի, տիոսուլֆատը Մոնտելուկասն էլ ստերոիդ չի, ասենք դիպրոսպան, ֆլոստերոն, կենալոգ եւ այլն, այդ դեղերը նկատի ունեմ, որ ասիդի մասին ինչ կասեք։ Ահա։ Հիմա դա աբսուրդ է։ Իրական բուժումը դա ալերգեն սպეციფიկ իմունոթերապիան է, որը Որն է աբսուրդ ասիդը։ Չէ, աբսուրդը այն դեղերն են, որ մի հատ սրսկվենք, որ սեզոնը լավ անցկացնենք։ Իրականում կարող անցնում են իրանց մոտ այդ բոլոր դրսևորումները, բայց հետն էլ այնքան բանակ խանդում օրգանիզմում, ստերոիդի երկարատև է։ Իմունոսուպրեսիա գնում գնա գալ։ Իրանց իմաստը իմունոսուպրեսիան է, իմունիտետը թույլ է չի պատասխանում։ Ոնց ալերգենին չի պատասխանում, տենց էլ մեծ լուրջ բակտերիա կամ վիրուսի չի պատասխանում։